Լավ քնեցի։ Օй, ինչ լավ է։ Վերցնենք մատիգան ու գնանք ֆերմաները հավաքելու։ Լավ, միացնեմ վիդեոն, սկսեմ վիդեոն անել։ Բարևներ բոլորին ժողովուրդ, դուք գտնում եք Chief King YouTube-յան լիքում, այսօր մենք խաղում ենք Minecraft ու գնում ենք մեր ֆերմաները հավաքելու։ Golem։ Ինչ ես մտել դու խոզերի մոտ։ Հեչ, ուղղակի ուզում էի խոզերի կերակրեի։ Լավ։ Ժողովուրդ, մեր գյուղացիները ու մեր գոլեմը այնքան տարօրինակ են, որ գազարներն էլ իդեալական աճել արդեն։ Այդ շատ լավ է։ Գազարները վերցնենք ու գնանք արդեն։ Արագի մեջից գազարները հետո դե անպայման հետ ենք տնկելու։ Արագի մեջ սենց։ Այս սրանք դնենք, հա ժողովուրդ, իդեպ մի մոռացեք դնել ձեր լայքը ու բաժանորդագրվել ալիքին։ Արդեն մենք հասել ենք 51 բաժանորդի, որը շատ լավ արդյունք է։ Հիմա բաժանորդագրվում եք ալիքի, որպեսզի արդեն հասնենք 60 բաժանորդի։ Այս սրանք էլ քանդենք։ Երկու հատիկ գցենք ստեղ։ Իսկ ես մնացածը ցանենք, ես էլ ունում որպես պաշար։ Գեք այս սենց արագ այս ամիջը անենք, սրանք տանենք դնենք սունդուկի մեջ ու արդեն հետ վերադառնանք։ Այ գնում էի։ Ժողովուրդ, արժի բերել ստեղ փակել իմ կարծիքով, հա։ Ժողովուրդ, գնանք գյուղով մի քիչ պտտվենք, որովհետև վերջացրեցինք մեր աշխատանքը։ Սրանք դնենք ստեղ ու գնանք։ Ինչ արժի անել, ժողովուրդ։ Եկեք գնանք գյուղացու հետ մի քիչ շփվենք։ Ժողովուրդ, ես այնքան եմ ուզում այս ֆերմաներն գնեմ։ Բարև գյուղացի։ Բարև Ջիվան։ Ո՞նց ես։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Ապրես, այս ֆերմաներից ես սպասում, որ ավելի շատ աճի։ Դե հա, էլի։ Ուզում եմ, որ արդեն միշտ ստեղ սպասեմ, որպեսզի ֆերմաներս իմ կարծիքով տենց ավելի շուտ աճելու որ սպասեմ։ Այ գյուղացի, ինչ տարօրինակ եք դուք։ Ժողովուրդ, մի հատ նայեք այս գյուղացի ինչքան բան ունի։ Սպասեք։ Գյուղացի, իսկ որ խնդրեմ այս ֆերմաներդ կնվիրես ինձ։ Լավ, կնվիրեմ։ Բայց մի պայմանով։ Ինչ պայման։ Որ այս յաշիկի մեջ էլ ապայման բան լսնես, հասկացար։ Հա, կլսեմ արխային։ Լավ դե, ուրեմն այս ֆերմաները արդեն քոնն է։ Մերսի գյուղացի ջան։ Գնացի դե։ Հաջող։ Այ ժողովուրդ։ Բայց դե ունեցանք նոր ֆերմա։ Գեք հիմա բարձրանանք այս ամենաբարձր շենքը, ճիշտ շենքերից մեկը, որովհետև մենք ունենք 3 հատ այս բարձր շենքերից, բայց դե ոնց հասկանում եմ ամենաբարձրը այսը։ Ու նայենք հասկանանք գյուղում ինչ աժոտաժա կատարվում։ Հինա ստեղ ես կարամ թռնեմ այն ջրի մեջ։ Ախ, ոտս։ Լավ էլի ժողովուրդ, ոտսն էս ցաված։ Ախ, լավ ոչինչ։ Եկեք ստեղ մի քիչ պառկեմ էլի։ Ախ, այս արևն էլ աշկերտս է ցավացնում։ Լավ էլի։ Ժողովուրդ, եկեք այս զանգը արագ սեղմենք։ Տեսնենք ինչ կլինի։ Այսինքն արձագանքեց։ Գյուղացին տանը չի, բայց դուրը ինչա թողել բաց։ Հեսա ժողովուրդ իմ նոր ֆերմաները դզեց։ Ժողովուրդ, պատկերացնեք, որ այս վաղը գանք հավաքենք, ինչ լավ կլինի։ Ով էր։ Ժողովուրդ, ինչ կարծիք եք, արժի շուն բերել պահել։
Եթե ձեր դուրը գա, հաջորդ սերիայում հաստատ շուն կբերեմ կպահեմ։ Եթե ուզեք շուն բերեմ, անպայման շուն կբերեմ կպահեմ։ Բայց ժողովուրդ դուք եք համաձայն, որ շատ շոկ է։ Հա, իրոքից ահա որ շոկ է լինում։ Այս կրակը գոնե փակեք, գնում է մեջը։ Չէ, սա չի լինի, շատ շոկ է։ Սպասեք լի։ Գոլեմ։ Ասա ջիվան։ Լսի, դու ինչ կարծիք ես արժի բերել մեր գյուղում բասեին սարքել։ Հոյլի բերեք, շատ շոկ արդեն։ Ժողովուրդ, ես սպասեք գնամ իմ տանից լապատկեն վերցնեմ։ Գոնեմն իմ տան կողքն է։ Ժողովուրդ, այս փոքր բանը քան էլ փոքր չի, բայց գյուղացիները չեն կարող լողանալ սրա մեջ, որովհետև համ կեղտոտ է ջուրը, համ էլ չգիտեմ, արժե այդ հողերի մեջ լողանալ թե չէ։ Ժողովուրդ, եկեք վերցնենք բահը։ Վերցնենք էս, ժողովուրդ, ու գնանք փորելու մեր բասեյնի տեղը։ Բասեյնի տեղը փորելուց հետո ես կգնամ Minecraft-ի քաղաք, ունդեղից կբերեմ վեշեր, ինչով էլ կսարքենք արդեն մեր բասեյնը։ Բասեյնը նես չի, որ շատ մեծ է լինելու, որովհետև մենք գյուղացիներով արդեն քիչ ենք։ Մեր գյուղի հարուստ գյուղացին գնացել է գյուղից, որը շատ վատ է։ Անձրևն էլ սկսեց։ Լավ, ոչինչ։ Էս մենք փորենք։ Մեկը անձրևը մեզ չի խանգարում։ Ճիշտ է, կարող է մի քիչ թրջվեմ, բայց դե մեր գյուղացիներն են, մեր գյուղացիների համար ամեն ինչ պետք է անենք։ Ժողովուրդ, եկեք հավաքենք այս հողերը, վերցնենք, որովհետև հետո կարող է պետք գա։ Ժողովուրդ, եկեք հավաքենք արդեն մեր բասեյնը։ Հետո ժողովուրդ, երբ որ արդեն գա ձմեռ կամ աշուն, ես իմ բասեյնը անպայման չեմ քանդելու ու տենց թողելու եմ, ուղղակի վրա ինչ-որ բան քաշեմ, որպեսզի ձնից կամ անձրևից ոչ մի բան չլինի։ Վայ, մի ամիտ ընդեղ էլ քանդեցի։ Լավ, ոչ, այս հողը վերցնենք դնենք ստեղ։ Դեք այս ահրագարը քանդենք, որպեսզի արդեն բերենք, գնանք քաղաք ավելի ճիշտ, ու բերենք բասեյնի համար նախատեսված տարբեր վեշեր։ Այս ճիշտ եղավ, որ քանդվեց։ Այս հատվածի հողերը արդեն վերջացրեցինք։ Հիմա եկեք քանդենք այս հատվածինը։ Քանդենք սրանք, ու ես գնամ քաղաք, որ բերեմ իդեալական վեշեր։ Սպասեք, այս սրանք այսպես վերցնենք։ Քանդենք սրանք։ Լինել միայն 2 մետր խորության, իսկ մի բլոկ այդ մետրը, այսինքն 2 բլոկ խորության է լինելու, որպեսզի մեր գյուղացիներն էլ էլի կարողանան լողանալ, որովհետև գյուղացիները խորը բասեյնի մեջ չեն կարող լողանալ։ Բայց իմ կարծիքով արժեր անել 3 մետր, բայց դե գյուղացիները չէին կարող լողանային հաստատել։ Սրանք արագ հավաքենք։ Բայց իմ կարծիքով պետք էր էլի սենց ինչ-որ իմ բան պատրաստել գյուղում։ Ժողովուրդ, հիմա այս սրանք տանեմ դնեմ սունդուկից մեջ, սրանք դնենք ստեղ, դե ժողովուրդ ջան, ես էլ ընկնեմ ճամփա, որպեսզի գնամ ու բերեմ մեր վեշերը, ինչը որ մեզ պետք է։ Մութն էլ ընկավ, երևի վաղ առավոտ արդեն կհասնեմ քաղաք։ Դե գնացի, դուք էլ մի քիչ սպասեք, ես կհասնեմ տեղ։ Արդեն հետ եկանք քաղաքից, ժողովուրդ, բերել եմ այս վերջերը սիրուն բլոկ, լույս, մեկ էլ 4 դույլ, ավելի ճիշտ խոսենք հայերեն,
4-ը դույլ ջուր եմ բերել, որովհետև գյուղի ջրերը այդքան էլ լավը չեն, մեկ էլ բերել եմ փայտ, որպեսզի պատրաստենք փնելու տեղ։ Դա հայերեն տարբերակը չգիտեմ։ Բայց հələ որ անձրևը չի կտրվել, ժողովուրդ, եկեք քնենք ու սպասենք առավոտվան, որպեսզի գնանք ու պատրաստենք մեր բասեինը։ Անձրևը հələ որ գալիս է, բայց դե էդ մեզ չի խանգարում։ Դեռ ջուրը չենք վերցնի, մեզ լապատկա էլ է պետք գալու։ Գնում ենք սարքելու մեր բասեինը։ Ժողովուրդ ջան, որպեսզի բասեինը շատ փոքր չլինի, բասեինի չափսերը կմեծացնենք։ Այստեղ կդնենք այս տիպի բլոկ։ Դուք մոտավորապես հասկացաք։ Թե չեք հասկացել, սպասեք վերջնական արդյունքին ու վերջնական արդյունքից արդեն կհասկանաք, թե ինչ է կատարվել։ Վերցնում ենք սրանք ու սկսում ենք նորից։ Ուսանք սիրուն բան ենք անելու, ժողովուրդ ու շատ սիրուն է ստացվելու։ Արդեն դուք սպասեք վերջնական արդյունքին, որպեսզի անենք վերջնական արդյունքը։ Իդեպ ժողովուրդ, հեռախոսային ինչ խաղեր խորհուրդ կտաք, որպեսզի ես խաղամ։ Նենց է, քիչ է մնացել ժողովուրդ։ Մեր բասեինը շատ փոքր է, որովհետև մենք մի քանի հոգի ենք մեր ամբողջ գյուղում։ Վայ, ժողովուրդ, ընկնում ենք բասեինի մեջ։ Ժողովուրդ ջան, եկեք փորենք։ Սա ամեն ինչի վրա ծախսեցինք ընդամենը 14 հատ, այսինքն մենք ընդհանուր ծախսելու ենք 28 լույս, որպեսզի ամբողջությամբ պատրաստ լինի արդեն մեր բասեինը։ Ուսանք ճիշտ եմ անում։ Այդ շատ ենք ծախսելու արդեն սպիտակ սիրուն բլոկներից, ժողովուրդ, որովհետև դրանցով պետք է անենք հատակը, մեկ էլ դե պատերը։ Ճիշտ պատերը, հա, ճիշտ ասացի, բայց դե ամեն մի պատը մի բլոկ է։ Միջ էլի ոնց որ 8-7, չեմ հիշում կոնկրետ, լավ, անցանք առաջ, ժողովուրդ, արագ, սրանք քանդում ենք, վերցնում ենք, ժողովուրդ, մենք ստացանք սրա կտորները, լավ, ժողովուրդ, դեպ հենց սրանցով էլ, չէ, սրանցով, չէ, լավ, ուզում էի սրանցով պատրաստեինք աստիճանները, բայց հասկացա, որ չէ, պետք չէր։ Այ, ես արագ ձեռքով քանդեմ, նորանց մենք լապատկան դնում ենք գործի։ Բայց դե մեր լապատկան արդեն ժանգոտվել է, որովհետև շատ ենք աշխատանք կատարել։ Ու հələ որ շատ ենք կատարելու։ Թե չէ, երիքեց պետք է մնանք երևի ձեռքի հույսին ու ձեռքերով փորձենք քանդել այս ամեն ինչը, կամ էլ օգտագործենք մի քանի հատ փայտ, փայտից բահ պետք է պատրաստենք, որովհետև մենք չունենք ոչ մի պաշար, որով էլ կարողանանք պատրաստել մեզ բահ, ես չեմ կարող գրամ քաղաք, որովհետև այդքան ժամանակ չկա, ու ստացվում է, որ ես այսքան հատը զիզոր էի փորել, նայեք, այք ժողովուրդ, լավ, ոչինչ, ինձ էլ է հասկանալի, լավ, սենց կանենք, սենց, բայց մեր լապ կեն հաստատ չի երիքելու,
Սեկելի քանի տեղ եմ սխալ թույլ տվել։ Անջատված փորեցի ու այդքան ստացվեց, լավ, ոչինչ, վերցնում ենք սրանք, ժողովուրդ, հիմա մնաց փորենք այսքան, լավ դե ժողովուրդ, քանի որ ձեր համար ձանձրալի չլինի, անջատեմ կամերան, այսքանը փորեմ ու միանամ ձեզ։ Դե ժողովուրդ, ոնց հասկացանք, այս սպիտակ բլոկները չի հերիքելու, դրա համար ես պետք է նորից գնամ քաղաք ու մոռացել էի նույնիսկ աստիճաններ էլ գնեի, կհանդիպենք ձեր մոտ այդ տևելյա 0 վայրկյան, իսկ մի վայրկյան, իսկ իմ մոտ այդ տևելյա ժամեր, կհանդիպենք նույն ժամին, նույն տեղում։ Ժողովուրդ, ոնց տեսնում եք, ես հետ եկա քաղաքից ու ինձ նույնիսկ գնել եմ նոր լապատկա, ժողովուրդ, եկեք այս շարենք արագի մեջ, հիմա եկել է աստիճանների հերթը, նոպե, այս սրանց ենք դնում ստեղ, դնում ենք սենց, դնում ենք սրանցից ու վերջ, քանդում ենք այս, ժողովուրդ ջան, հիմա մնաց լցնենք, չէ ժողովուրդ, այս վերջինը իմ համար ավելորդ էր, դե մարդիկ, այս վիճակում է, ժողովուրդ, հիմա եկեք գնանք տնից, բերենք, յոպե, ժողովուրդ ջան, եկեք գնանք տնից բերենք ջուրը, որպեսզի լցնենք, պատրաստենք բասինը ու վերջացնենք այսօրվա մեր վիդեոն, իմ կարծիքով այսքանը կհերիքի, եթե չհերիքեց, պետք է դիմենք մեր յուպի օգնության ու ընդեղի ջրերից օգտվենք, ինչ արած, վերցրել ենք մեծ դույլ, դրա պատճառով է ժողովուրդ ջան հերիքում է, ես նույնիսկ չէի նկատել, որ վաճառողուհին մեզ տվել էր այս մեծերից, շատ լավ է, վերջ ժողովուրդ, չէ էլի մի րոպե ինչ վերջ, այս դեռ վերջը չի, որովհետև մենք ունենք պատրաստելու սենց բան, նայեք, սպասեք, ես պետք է լինի մի քիչ մեծ ու կարելի լինի հենց այս կողմից սենց, վայ, ընգանք, լավ ժողովուրդ, լրջանում ենք մի հատ էլ ենք բարձրացնում, ես արդեն ներվայնացա ժողովուրդ, այս տակից արագ անեմ էլի, յոպե, մատ բարձրանամ նորից, վերջինն դնենք, ու հիմա արդեն սարքում ենք սենց, յոպե, վայ, մտանք ջուրը, լավ աստիճանների մոտիկ էինք, մի հատ էս կփորձարկենք, նոր կգնանք, որտև առանց փորձարկելու ոնց կլինի, չի լինի, ուշ լինի, նուշ լինի,
Սայթ շահուղ, որպեսզի մեր գյուղացիները չընկնեն հանկարծ։ Հիմա գնաց։ Ող, ինչ հով է սա։ Ժողովուրդ ջան։ Դե ինչ այս սիրուն տեսարանի վրա եկեք ավարտենք մեր վիդեոն։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ վիդեոներում։ Բոլորիցը տեսություն։